Բարելույս ժողովուրդ ջան, այսօր էլ ձեզ հետ միասին ուզում եմ պատրաստեմ սմբուկի մարինադ։ Սմբուկը լվացել եմ, հիմա այս պոչի մասերը կհեռացնեմ, այսպես կբաժանեմ երկու մասի և այսպես կիսում եմ երկու անգամ, մինչև վերջ չենք կիսում, թողնում ենք այսպես։ Այսպես ենք անում։ Եվ բոլորը պետք է այդպես կտրենք։ Կապ չունի սմբուկը ինչ չափի է, ասենք ինչ հաստությամբ է, նշանակություն չունի։ Եթե երկար է երկու մասի եք բաժանում, եթե փոքրերը կարող եք գտնել վաճառքի կետում, կարող է փոքրերը վերցնել և միանգամից այսպես փոքր չափերով պատրաստել։ Հիմա այս բոլորը կտրեմ և ցույց կտամ։ Ժողովուրդ ջան, արդեն բոլորն այսպես կտրեցի, պատրաստեցի։ Ասեմ, որ այստեղ 1 կիլոգրամ է։ Այնպես եմ վերցրել, որ մաքրած վիճակում, պոչը հեռացրած վիճակում լինի 1 կիլոգրամ։ Հիմա պետք է ջուր տնենք գազօջախին, մի ճաշի քթալ խոշոր աղ պետք է լցնեմ ջրի մեջ եռա և սմբուկները պետք է տեղափոխեմ այնտեղ։ Հիմա այդ ամենը կատարեմ և հետո կտեսնենք։ Ժողովուրդ ջան, ջուրը դրած է, արդեն եփում է։ Հիմա ավելացնենք աղը։ Հիմա ավելացնելու եմ խոշոր աղից 1 լավ ճաշի քթալ։ Այսպես։ Եվ մեր սմբուկները լցնելու եմ ջրի մեջ։ Պետք է եփի 8-ից 10 րոպե։ Կստուգենք ընթացքում, կտեսնենք երբ է պատրաստվում և հստակ ժամանակը ես ձեզ կասեմ, արդեն ժամ եմ ես դրել։ Այսպես օգնում ենք սմբուկներին, որպեսզի ջրի երեսին չմնան և բոլորը հասցնեն մի փոքր եփել։ Անընդհատ այսպես պետք է իջեցնենք ջրի մեջ։ Երբ պատրաստ կլինի, ես ձեզ կասեմ, որքան ժամանակ եմ տրամադրել։ Ժողովուրդ ջան, ուղիղ եփեցի 10 րոպե։ Սա եփում ենք, որպեսզի փափուկ լինի սմբուկը և աղի հետ իրեն դառը ջուրը դուրս տա։ Հիմա այստեղ ես մեկը հանեցի, այսպես որ ձեռքով սեղմեք, պետք է այսպես փափուկ լինի։ Դուք ինքներդ պետք է զգաք այդ փափկությունը։ Հիմա սկսեմ հանել։ Այսպես բոլորը հանենք։ Ժողովուրդ ջան, արդեն հանեցի, թասի մեջ տեղավորել եմ։ Հիմա պետք է այսպես վրան մի հատ ափսե դնեմ կամ ինչ-որ մի իր և ծանրոց դնենք վրան այսպես, որպեսզի ավելորդ ջուրն ու դառնությունը դուրս գա։ Մի մասը եփելու ընթացքում է դուրս եկել,
մի մասն էլ պետք է այսպես դուրս գա։ Ժողովուրդ ջան, մինչև մեր սմբուկի ջուրը դուրս տա, մեզ հարկավոր է նաև 1 կիլոգրամ գազար, 2 լավ գլուխ սխտոր և 1 կապուկ պետրուշկայից։ Հիմա այս գազարը անց կկացնենք քերիչով, սխտորը կճզմենք, կանաչին կկտրենք և հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Այստեղ արդեն քերիչով անց եմ կացրել գազարը, ճզմել եմ սխտորը և կտրել եմ կանաչին, մի քանի հատ թողել եմ, սա մեզ վերջում իհարկե պետք է գալու։ Հիմա այս բոլորը խառնելու ենք իրար, որպեսզի ստանանք համասեռ մասսա։ Այս բոլորը խառնելուց հետո պետք է ավելացնեմ 2 թեյ քթա մանր աղ և նորից պետք է խառնենք։ Այս բոլորը խառնելուց հետո պետք է ավելացնենք մի հետաքրքիր բաղադրիչ, չաման, կես թեյ քթա։ Կես թեյ քթալ չաման և պետք է խառնենք նորից։ Աղը լցրեցինք, անմիջապես գազարին թուլացրեց։ Չամանը լցնում ենք, որ տա մի հետաքրքիր և համեղ համ։ Հիմա պատրաստ է սա։ Եվ նաև տեսեք, որ մեր սմբուկները արդեն բավականին ջուր են դուրս գցել, տեսնում եք։ Հիմա սա կքամենք և կսկսենք լցոնել սմբուկները։ Սմբուկի ջուրը քամեցի, ժողովուրդ ջան, հիմա լցոնում ենք։ Նայեք ինչպես ենք լցնելու։ Որքան կվերցնի, եթե անգամ մեջից թափվի, ոչինչ, այդպես էլ է համեղ լինում։ Այստեղ մենք ունեինք պետրուշկաներ։ Եվ դնում եմ դույլի մեջ։ Հաջորդը այսպես բացում եմ երկրորդը, այստեղ կանաչին կարող եք խոշոր կտրել, կարող եք մանր կտրել, ոչ մի նշանակություն չունի։ Այսպես։ Մնացածը ես կպատրաստեմ և պատրաստի վիճակում ձեզ ցույց կտամ։ Վերջինն եմ դնում։
Ժողովուրդ ջան, չափաբաժինը այնքան ճիշտ էր, որ անգամ կարելի է ասել, որ շատ չավելացավ էր սկի։ Սա էլ այսպես դնենք։ Հիմա այս մի փոքր ավելացածը լցնեմ վրան։ Իսկը իրեն չափով էր պատրաստված, հիմա վրան էլ ավելացնենք 2 ճաշիկ թալձեթ և դնենք ծանրոցի տակ։ Վրան ավելացնեմ այս 2 ճաշիկ թալձեթը, սա 1 ճաշիկ թալ, սա էլ 2 ճաշիկ թալ։ Այսպես դնում եմ, հենց այսպես, և ծանր օձը դնում եմ վրան։ Ծանր օձն այսպես կթողնեմ 1 օր տանը խոհանոցում սեղանի վրա, հետո կդնենք սառնարան, 4-5 օրից հետո պատրաստ կլինի։ 4-5 օր հետո ցույց կտամ, թե ինչ է ստացվել, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ինչպես խոստացել էի, սմբուկի մարինադը պատրաստելուց հետո պետք է հանդիպենք 4-5 օր հետո։ Հիմա 5-րդ օրն է, ուզում եմ ցույց տամ, թե ինչ ենք ստացել։ Այստեղ ասեմ, որ բավականին հյութ է դուրս տվել և կանաչի, և գազարի, և սմբուկի հյութերը խառնվել է և բավականին հյութ է դուրս տվել։ Մոտիկից ցույց տամ, տեսեք, թե որքան հյութ է դուրս տվել։ Այ այսքան հյութը դուրս է եկել և շատ համեղ է բուրում։ Հիմա հանեմ, կտրենք, տեսնենք ինչ է ստացվել։ Ժողովուրդ ջան, հանեցի, տեսեք, թե որքան լավ է ստացվել։ Չամանի հոտն էլ այնպես բուրում է համեղ, էլ չասելու։ Հիմա կտրենք և համը տեսնենք, թե ինչպես է ստացվել։ Ասեմ, որ շատ համեղ է ստացվել, կարծես թե սունկ ուտես, այդպես համեղ է եղել սմբուկը, իսկ ընդհանուր բաղադրիչների մասին էլ չեմ խոսում, որքան լավ է համ տվել։ Անպայման պատրաստեք և գրեք, տեսնեմ ինչ եք ստացել, շատ լավն է, փորձեք, երբեք չեք փոշմանի։ Դե ինչ ասեմ, առողջ եղեք։